բայց շարունակական բնում կարող է այսօր իրականացնեմ, վաղ առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշա, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ չտա։ Ես հույս ունեմ 0.000 ամբողջ 10-ական տոկոս, 1%, որ գոնե այս քանից հետո ընթացք կտան, եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ գրորեն եւ եսի մի վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը, ի սկզբնա եթե իր սկզբնաղբյուրն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորով տեղյակ է, գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Չախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Չախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամիջը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը երբ որ ես գրավոր դիմում եմ գրում ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարն էլ տալիս եմ քաղաքապետարան, ցույց եմ տալիս, ես շին քաղաքապետարան ասում է, հա, շին թույլտվություն ունի, ամեն ինչ նորմալ է Չախոյը, շուկա։ Ով ովքեր են կառուցում, գիտեք, հայտնի են։ Համաձայն մամուլում տարածված տեղեկությանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Բայց շուկան հիմա ամբողջությամբ կառուցված է, կառուցված է, գործում է, ու իմ ունեցած տեղեկատվությունով արդեն երկրորդ հարգը պիտի կառուցեն։ Մասիվ նորնուկ վարչական շրջանում Բաղյան փողոց։ Շնորհակալություն։ Կանցեմ ձեզ շնորհ։